Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 18-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իրանի հետ կապված իրավիճակը թեպետ զգացվում է, որ մի քիչ մեղմացել է, բայց լարվածությունը այնուամենայնիվ պահպանվում է, որովհետև լարվածություն ծնող պատճառները չեն վերացել։ Դրա համար հասկանանք ինչ փուլում ենք հիմա գտնվում։ The Washington Post-ը հայտնում է. Երբ անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համոզվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չհարվածել Իրանին, նա դա պատճառաբանում էր նրանով, որ Իսրայելը լիովին պատրաստ չէ պաշտպանվելու Թեհրանի հնարավոր պատասխան քայլերից։ Հիմնական գործոնը եղել է տարածաշրջանում ԱՄՆ-ի նշանակալի ռազմական ներկայության բացակայությունը, որի վրա Իսրայելը հույս էր դրել իրանական բալիստիկ հրթիռները հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ընթացքում խոցելու համար։ Այս մասին մենք խոսել ենք պարբերաբար, որ Իսրայելը ծանր հարվածներ ստացավ Իրանից, չէր սպասում դա, և արդյունքում ԱՄՆ-ը եթե չռմբակոծեր, շատ լուրջ պրոբլեմներ կունենար Իսրայելը։ Հիմա Իսրայելը այնուամենայնիվ հասկացավ, որ մի քանի հարված հասցնելով Ամերիկայի կողմից այդ իշխանությունը, որ չտապալվեց, պատասխան հարված հասցնեց, իր համար կլինի կործանարար։ Եվ դա էր պատճառը, որ արդեն վերջնական Դոնալդ Թրամփը պատրաստվել էր հարվածի և հետ քաշվեց։ Դե միայն դա կարող էր հետ քաշվել, որպեսզի օգներ Իսրայելին, որ հանկարծ ծանր վիճակում չհայտնվի։ Բայց դրանից բացի դեռ Դոնալդ Թրամփը շարունակում է իր վերաբերմունքը արտահայտել պրոբլեմին։ Նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել վերջ դնել Իրանի գերագույն առաջնորդի Այաթոլլահ Ալի Խամենեիի 37-ամյա կառավարությանը։ Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը, ասել է Թրամփը։ Թրամփը հայտնել է, որ Իրանի իշխանությունները երկիրը կառավարելիս հենվում են բռնաճնշումների և բռնության վրա։ Որպես երկրի ղեկավար նա մեղավոր է այն բանում, որ լիովին քանդել է երկիրը և բռնություն է կիրառել մինչ այդ չտեսնված մակարդակներով։ Որպեսզի երկիրը շարունակի գործել, անգամ եթե այդ գործառույթը գտնվում է շատ ցածր մակարդակում, ղեկավարությունը պետք է կենտրոնանա իր երկրի պատշաճ կառավարման վրա, ինչպես ես եմ անում ԱՄՆ-ում, այլ ոչ թե հազարներով մարդիկ սպանի վերահսկողությունը պահելու համար։ Առաջնորդությունը հարգանք է, ոչ թե վախ և մահ, հավելել է Թրամփը։ Իհարկե, որ անընդհատ ցանկացած առիթով ինքնագովեստով է զբաղվում, այդքան էլ լավ չի, հատուկ իր կարգավիճակի և տարիքի պարագայում, բայց և միևնույն ժամանակ իր 10 բառից 9 սպառնալիք է, կարող է չի սպանում, բայց ամեն դեպքում այնպես չի, որ իրան հարգանքից ելնելով, եթե հարգանքից ելնելով իրան լսեին, ինքը ստիպված չէր լինի անընդհատ սպառնալ հարվածներով կամ սպառնալ մաքսատուրքերով, այնպես որ այդ արտահայտությունը հազիվ թե որևէ մեկը հավատաց։ Այդ մարդը հիվանդ է, նկատի ունի Ալի Խամենեիին, որը պետք է ճիշտ կառավարի իր երկիրը և դադարի սպանել մարդկանց։ Նրա երկիրը կյանքի համար ամենավատ տեղն է աշխարհում վատ ղեկավարության պատճառով, ավելացրել է ԱՄՆ նախագահը։ Բայց հարց. ԱՄՆ նախագահը ժողովրդին են ալիքի լավ ժամանակ խոստացավ, որ կօգնեմ, օգնությունը ճանապարհին է, ամեն ինչ ասում է, որ էս պետք է անենք, այն պետք է անենք, Իսրայելից էլ էր հնչում կարծիք, որ աջակցում ենք ժողովրդին, Ամերիկայից էլ էր հնչում կարծիք, որ աջակցում ենք ժողովրդին։ Այդ մասին իհարկե պարբերաբար խոսել ենք, որ նաև Ռեզա Փահլավին, թագաժառանգը Մոհամմադ Ռեզա Փահլավիի տղան առիթը օգտագործեց, ինքը տևականորեն սպասում էր այդ իրավիճակին, առիթը օգտագործեց, ասպարեզ եկավ և հույս ունենալով, որ Ամերիկան կաջակցի և ինքը արդեն կոնկրետ քայլեր էր անում, գրավեք էս, գրավեք այն, քաղաքներ էս կողմ են կողմ, այդ մասին ուղղակի ասում էինք, որ դա ճիշտ մոտեցում չի, դու դրսում նստած չես գնացել երկիր, բայց մարդկանց ասում եք գնացեք բախումների։ Իսկ մեր հայրենակիցներից նաև Իրանից ասում են, բայց դուք չգիտեք, որ ստեղ նաև Ռեզա Փահլավին հետևորդներ ունի, էլի, կարող է դուք չեք տիրապետում, դուք շատերը Երևանում նստած չեն տիրապետում,
որ Ռեզա Փահլավին նաև հետևորդներ ունի, համակիրներ ունի, այստեղ այնպես չի որ չունի, բայց հարցը ծագում իսկ ով ասել, որ մենք ասել ենք, որ համակիրներ չունի, երբևիցե ինձանից տենց բան լսել եք, ես ընդամենը մի բան եմ ասել, ինքը լավ քաղտեխնոլոգ չունի, որպեսի Իրան օգներ, որ պահին ինչ ասեր, որպեսի չասեր Ամերիկայի օգնությամբ հիմա կգանք, Ամերիկան հիմա կօգնի, դիմեր Ամերիկայի իշխանություններին ասեր օգնեք այս հարցը լուծենք, դիմեր ժողովրդին ասեր հիմա օգնությունը ճանապարհին է, եթե այդքան աջակիցներ կա երկրում եւ ինքը նորմալ հնարավորություն ունի այդ խնդիրը լուծելու, հիմա Տրամփը չի հարվածում, հետաքաշվե, բա որա Փահլավիի ձայնը ինչի չի լսվում, բա սրա մասին էինք ասում, խնդիրը նա չի, որ որտեղի մասին վերլուծություն անենք, անպայման պետք է այդտեղ գտնվենք։ Վերլուծություն ես անում են իրավիճակի աշխարհաքաղաքական, որի պարագայում ասում ես, որ Իրան չի հաջողվելու։ Եթե նույնիսկ հաջողվեր, շատ ուրախ կլինեինք, որ մենք իմանայինք, որ մեր հարավային հարևանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նորմալ հարաբերություն ունի։ Այլ մենք ստիպված չլինենք հիմա կիսվենք մեջտեղից, թե Ամերիկայի խաթրը պահենք, թե Իրանի, առավելևս որ Իրանը Ամերիկային թշնամի է համարում։ Բայց ինչպես տեսակ, այն համակիրները, որոնք երկրի ներսում կային, հիմա այս պահին ինչ են անում, կամ ինչ է անում Փահլավին, որ նրանց օգնի այդ հարցում, բայց ինքը ուղղակիորեն արդեն ասոցացվեց, որ դրսից էր ուզում ինքը գար, աջակցություն կլինի, իրան կդնեն որպես դրածո, քանի անգամ ասել եմ, պետք չի այդպիսի գրագետ մարդը, նորմալ կրթություն ստացած, նորմալ ընտանիքում մեծացած, ինքը իրան դրածոյի ձևով ցույց տա, կամ ասենք ասի հենց գամ պետք է Իսրայելը ճանաչեն, բա հերդ ինչի Իսրայելը չճանաչեց, փաստացի հա ավելի մոտ էր, բայց ինչի չճանաչեց, ինչի Իսրայել պետությունը երբ հա ստեղծվել, նոր հա ստեղծվել, բա 47 թվականին, որ այդ պետությունը ստեղծվում էր, ՄԱԿ-ը 48 թվականին ճանաչեց, բայց ժամանակ հերդ չէր, Մոհամեդ Ռեզա Փահլավին չէր Շահինշահը, այդտեղ ճանաչեր, ու դու չգիտես, որ հիմա բացական կարծիք կա Իսրայելի մասին Իրանում, այդ էլ մեր հայրենակիցները գիտեն, չէ, լայել Ամերիկայի նկատմամբ մի մասը լավ, մի մասը վատ, բայց Իսրայելի նկատմամբ մեծապես վատ, որ դու դա ասում ես հենց գամ պետք է ճանաչեմ, գործին ինչով օգնեց, դե հիմա խոսա, բա օրը երկու հատ հարցազրույց էր տալիս, հիմա բա ինչի չի բան ասում, ու դա վատա որ չի ասում, ու դա վատա որ ավարտվեց իր քայլը, երբ որ Ամերիկան չհարվածեց, իսկ հարվածելու դեպքում, որ ինքը գար դա լավ էր ելնելու, դա նորմալ էր ընդունվելու, ինչքան էլ որ համակիրներ ինքը ունենա։ Իսկ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին գրել է. Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ զոհվել են հազարավոր մարդիկ, բողոքի ցույցերի ժամանակ վանդալիզմի են ենթարկվել 250 մզկիթ եւ ավելի քան 250 կրթական եւ գիտական կենտրոն։ Խամենեին պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահրել է ցուցարարներին, այդ թվում նրանց ռազմական աջակցություն խոստանալով։ Ցուցարարները զինված են եղել արտասահմանից բերված ռազմական զենքերով, բայց չի նշել, թե որ երկիրն է։ Խամենեին ընդգծել է, որ երկրի իշխանությունները մտադիր են պատասխանատվության ենթարկել ինչպես ցուցարարներին, այնպես էլ նրանց, ում նրանց համարում են նրանց հրահրող։ Մենք երկիրը պատերազմի չենք տանում, բայց մենք չենք ազատում ներքին հանցագործներին։ Ավելի վատն այն է, որ կան միջազգային հանցագործներ, մենք նրանց նույնպես հանգիստ չենք թողնի, ասել է Ալի Խամենեին։ Իդեպ Հայաստանում, ասենք, 3 օրվա ընթացքում 3 իրար հակասող բան արեցին մեր իշխանությունները։ Եվ նա իմ հետևորդներից էլ ասում Նիկոլ Փաշինյանը ճիշտ արեց, ինչի պետք է Իրանի դեմ քայլ աներ, ինչի պետք է Իրանի հետ, այսինքն այն քայլը, որ իրանք փորձեցին նստացույցը կանխեն կամ փորձեցին երթը կանխեն Իրանի դեսպանատան դիմաց նստացույցը կամ էլ երթը բողոքի, այսինքն տեսեք ճիշտ արը, բանչի պիտի նրա դեմ դուրս գար։ Իսկ ով էր ասում դեմը դուրս գար, որ ընդհակառակը ասում ենք ակտիվ ձևով մի քծվի այս կողմ, հետո այն կողմ, հետո նորից այն կողմ։ Չեք լսում, մենք ինչ ենք քննարկում։ Ինչն եք համարում ճիշտ։ Եթե 3 օրվա մեջ 3 բան արել իրար հակասող, հիմի որ ճիշտն է ձեր եք ճիշտ, օրվա կուրսով, որ օրվա կուրսովն եք համարում ճիշտ։ Ի վերջո ինքը մի բան կանգնեց, ասեց դեսպանը սխալ է մեզ մեղադրում, հաջորդ օրը դեսպանի ասածը արեց։ Դա ամենամեծ սխալն էր։
Ցույց տվեցիր, որ դու շանտաժի ենթարկվեցիր կամ վախեցար, եւ դրանով ցույց տվեցիր, որ Ամերիկայի աջակցությունը այնքան մեծ չի, այլապես դուք Իրանից չվախենայիք ցանկացած պարագայում։ Բայց սա ենք բացատրում, ժողովուրդ ջան, ամեն գնով Փաշինյանին արդարացնելու իմաստը ո՞րն է։ 3 օրվա մեջ 3 տարբեր քայլ արել, 3 տարբեր բացատրություն տվել։ Իսկ հիմա նաև Վենեսուելայի հետ կապված ինչ էր հիմա գրված, դա էլ նայենք, որտեղ այդտեղ էլ թեման չի փակվե։ Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսը Մադուրոյի ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվելուց եւ Ռոդրիգեսին պետության գործող ղեկավար նշանակելուց հետո սկզբում մերժել է Թրամփի համագործակցության առաջարկները, բայց Վաշինգտոնի սպառնալիքներից հետո փոխել է իր դիրքորոշումը եւ հայտարարել բանակցելու պատրաստակամության մասին։ Մենք լավ գիտենք, որ համագործակցում է, բայց սա հենց նա էր, որ այսօր այս մասին ասում է, որի մասին մենք երեք էինք խոսում, որ Դոնալդ Տրամփին ձեռնտու է, որ Վենեսուելայում լինի դիկտատուրա։ Եվ ինքը կառավարի Վենեսուելան, դիկտատորին ասի սա կանես, իրան պետք չի, որ Մադուրոյի համակարգը փլվի։ Եթե Մադուրոն համաձայնվեր համագործակցեր Դոնալդ Տրամփի հետ, ինքը կկանչեր Մադուրոյին կողքը կկանգնացներ եւ կասեր հրաշալի տղա է, շատ լավ բանակցող, ես սիրում եմ ուժեղ տղեկին։ Դա նորություն չի։ Հիմա ինքը այս կնոջ հետ եթե պայմանավորվել է, իրան ձեռնտու է, որ այդ համակարգը մնա, որտեղ այդ համակարգի հետ նավթով աշխատելու, այդ համակարգի պարագայում աշխատելը շատ ավելի ձեռնտու է։ Երկիրը չներքաշվի, ընտրություններ, չգիտես ժողովրդավարական բարեփոխումներ, արդյունքում չգիտի թե ինքը նավթի հետ կապված կոնկրետ ում հետ պետք է աշխատի։ Այսօր արդեն ինչպես տեսնում եք, մամուլը անդրադարձավ այն հարցին եւ այն ձևակերպումները, որը երեք այդ մասին խոսում ենք։ Բայց նաև մեր տարածաշրջանում զարգացումները նայենք, նոր ասենք Գրենլանդիայի հետ շատ կարևոր է Գրենլանդիան, որովհետև հիմա նաև ասեմ Գրենլանդիայի հետ կապված ինչն է։ Այսօր եթե երրորդ համաշխարհային պատերազմ չի, որ ասենք արդյունքում կլինի նոր աշխարհակարգ, բայց այնուամենայնիվ ուկրաինական պատերազմի ավարտից հետո կլինի բաժանված աշխարհի վերաբաժանում, որը հատուկ է համաշխարհային պատերազմներից հետոյվա իրավիճակներին։ Այսինքն նշանակում է այդ ամեն ինչը, նաև հիմա Դոնալդ Տրամփը, երբ որ Գրենլանդիայում էլ է սրում իրավիճակը առաջանում, ի վերջո նաև մենք պետք է հասկանանք այդ բաժանված աշխարհը վերաբաժանելու պարագայում ինչն են ընդունում դոմինանտ, թույլի իրավունքը հարգում են ուժով, թե աշխարհը նորից ազդեցության գոտիների են բաժանում ուժեղների մեջ։ Մենք պետք է հասկանանք նաև այդ դեպքում Հայաստանի ապագան որն է, որ կարող ենք մենք անվտանգ այդ վիճակում կամ ումից ենք երաշխիքներ ակնկալում։ Դրա համար դա Գրենլանդիայի խնդիրը չի, դա աշխարհի խնդիրն է, իսկ մենք թույլ օղակ ենք։ Բայց մինչև Գրենլանդիային հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միանալ խաղաղության խորհրդին, որը կհսկի Գազայի հատվածի ժամանակավոր կառավարումը Իսրայելի հետ երկամյա պատերազմից հետո։ Տրամփը նամակ է եղել Էրդողանին առաջարկելով միանալ տնօրենների խորհրդին որպես հիմնադիր անդամ։ Տնօրենների խորհրդի մյուս անդամների թվում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Տրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերը եւ Տրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Տրամփը հանդիսանում է խորհրդի նախագահ։ Խորհուրդը ստեղծվել է որպեսզի վերահսկողություն իրականացնի Գազայի նկատմամբ անցումային շրջանի ընթացքում ԱՄՆ-ի միջնորդությամբ կիրակի դադարեցման կնքումից հետո։ Թուրքիան այս նախաձեռնությունը դիտարկում է որպես Գազայում եւ տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված ավելի լայն միջազգային ջանքերի մաս։ Հիմա մենք նայենք, այն որ Էրդողանին նման հնարավորություն է առաջարկում Դոնալդ Տրամփը հեչ ցանկալի չի, որովհետև ինքը պարբերաբար Էրդողանի դերակատարությունը մեծացնում է անգամ իր շատ սիրելի ու պաշտելի Իսրայելի հաշվին։ Որտեւ Իսրայելի արձագանքն էլ հիմա այս կներկայացնեմ, որովհետեւ ինքը տեղյակ չէ, որ Էրդողանին դա առաջարկվել է։ Իդեպ մենակ Էրդողանին չի առաջարկվել։ Առաջարկվել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, առաջարկվել է նաև Պակիստանի վարչապետին, հիմա կասենք նաև ինչ է առաջարկել, ուղղակի ես ներկայացնեմ դեռ։ Դոնալդ Տրամփի վարչակազմը պահանջում է առնվազն $1 միլիարդ
դոլարի ներդրում այն երկրներից, որոնք ցանկանում են ստանալ մշտական տեղ նոր միջազգային մարմնում, որը կոչվում է Խաղաղության խորհուրդ։ Խաղաղության խորհրդի կանոնադրության նախագծում նշվում է, որ յուրաքանչյուր հրավիրված երկիր խորհրդում կարող է անդամակցել առավելագույնը 3 տարի անդամակցության պահից, սակայն այդ սահմանափակումը չի վերաբերում այն երկրներին, որոնք առաջին տարվա ընթացքում խորհրդի դրամական ֆոնդում կվճարեն ավելի քան $1 միլիարդ։ Այդ միջոցները կուղղվեն խորհրդի մանդատի իրականացմանը, Գազայի վերականգնմանը։ Իդեպ, այս ինչ խորհուրդ է, եւ եթե միտեղ $1 միլիարդ դնող կա, դե պարզ է, Թրամփի համար այդ ամբողջ ծրագիրը հետ, փողի անունը տվեք, վերջ, էլ թեմա չկա։ Բայց խնդիրը այսօր ինչ է անում Դոնալդ Թրամփը։ Ինչ էր ուզում, ինքը Գազան ասում էր դատարկեք տվեք ինձ մի հատ կուրորտային զոնա սարքեմ։ Չկարողացավ 2 միլիոն մարդու դուրս անի այդ երկրից, որտեղ անգամ իր բարեկամ պետությունները մերժեցին ընդունել, անգամ աֆրիկյան պետությունները մերժեցին ընդունել, որոնց Դոնալդ Թրամփը պատրաստ էր փող տալ։ Եվ երբ որ դա չստացվեց, հիմա ստացվեց այնպես, որ Իսրայելը շարունակեց պրոցեսը Համասի դեմ պայքարելու, եւ հիմա արդեն ինքը ստեղծեց այդ խաղաղության գործընթացի հետ կապված, ասում է ստեղծենք մի հատ կառույց, այդ կառույցով խաղաղության խորհրդով մենք կառավարենք Գազան, որովհետև այնտեղ խնդիրներ կա, երկարաժամկետ հարցեր կա եւ այլ, ու այդ միջոցները, որոնք կդրվեն, դրանք էլ մենք կծախսենք։ Ի վերջո այդ ամեն ինչը խորհրդի մանդատի իրականացման մասին է խոսքը։ Ուզում եմ շատ ցավով ներկայացնել, որ Դոնալդ Թրամփը ընդամենը 80 տարի հին է խոսում, որովհետև մանդատի հասկացողությունը, դե ինքը երբ որ տեսավ չկարողացավ օկուպացնի, հիմա մանդատային կառավարման տարբերակ է ուզում, ստեղծենք խորհուրդ, խորհրդով կառավարենք Գազան։ Բայց այդ կարգի կառավարումը իրեն սպառել է ազգերի լիգայի ավարտից հետո։ Այդ նույն Պաղեստինի նկատմամբ, այդ նույն սեկտոր Գազան էլ գումարած Իրան, հենց Պաղեստին աշխարհագրական տարածքն էր, որի վրա բրիտանական մանդատ էր։ Իսկ երբ որ ազգերի լիգան այլևս դադարեց գոյություն ունենալ, այդ բրիտանական մանդատը Բրիտանիան տարավ արդեն միավորած ազգերի կազմակերպությանը, տվեց, ասեց հարցը լուծեք, պետությունները ճանաչեք, պրծեք, ես էլ այդ հոգսից ազատվեմ։ Մանդատային կառավարումը ազգերի լիգայով ավարտվեց։ Իսկ Դոնալդ Թրամփը ուղղակի այդ ժամանակ դեռ ծնված չէր, ուղղակի ինքը լավ տեղյակ չի, թե ինչքան հին է իր մոտեցումը, որտեղ ազգերի լիգան դադարել է իր գործունեությունը, լուծարվել է 1946 թվականի ապրիլի 20-ին, իսկ Դոնալդ Թրամփը ծնվել է հունիսի 14-ին։ Դրա համար չի հիշում, թե ինչքան է հին այլևս իրեն սպառած մեթոդը, տարածք կառավարելու մանդատային մեթոդը։ Հիմա ինքը ուղղակի այս խորհրդի անվան տակ ուզում է դա անի, ինքը լինի խորհրդի նախագահ եւ կառավարի այդ տարածքը, որ ժողովուրդ ջան, դե լավ չեմ օկուպացնում, բայց ես պիտի կառավարեմ։ Էլի իր մոտեցումը, այս բիզնեսմենի մոտեցումը այն էլ ոչ շատ, այնց չի, որ բոլոր բիզնեսմենները այս ձևի են մտածում, որ երկրի ղեկավարն է, աշխարհի ամենահզոր երկրի, մտածես, թե ինչ կարաս մի տեղից փոկես, էլի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Սպիտակ տան կողմից Գազայի խաղաղության խորհրդի գործադիր կոմիտեի երեկվա բացումը չի համաձայնեցվել Իսրայելի հետ եւ հակասում է նրա քաղաքականությանը։ Գործադիր կոմիտեի կազմում են Թուրքիայի եւ Քաթարի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք խիստ քննադատել են Իսրայելին եւ Գազայում պատերազմ սկսելու համար։ Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասում է, որ վարչապետը հանձնարարել է արտգործնախարար Գեդեոն Սաարին ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ քննարկել Իսրայելի անհամաձայնությունը գործադիր կոմիտեի կազմի վերաբերյալ։ Էց էլ հիմա մենք նայում ենք, որ Մերձավոր Արևելքում էլ ամեն ինչ խաղաղ չի, այնուամենայնիվ որևէ ձև է Դոնալդ Թրամփը գտել, որպեսզի կարողանա ինքը կառավարելի դարձնել այն տարածքը, որի նկատմամբ ինքը բիզնես հետաքրքրություն ունի։ Մեզ նաև ինչի է հանգստացնում կոնկրետ ասենք նաև Թրիփի հետ կապված հարցը, չէ՞։ Թրիփի հետ կապված հարցը, երբ որ մենք նայում ենք, թե Դոնալդ Թրամփը ոնց է մոտենում, ասում է ես սա ուզում եմ։ Դուք տեսել եք որևէ մեկը, որը համաձայնվել է Դոնալդ Թրամփի ուզածին։ Որևէ մեկին կարող եք ցույց տալ,
որ Դոնալդ Տրամփն ասել է ես սա ուզում եմ, իրանք ասել են եղավ մեծ աղբեր, դե որ դու ուզում ես տալիս ենք քեզ։ Գազան անգամ ավերված ասել է չէ, չի լինելու քո ուզածը։ Պանաման էլ ասել չի լինելու, Գրենլանդիան էլ ասել չի լինելու, Ուկրաինան էլ ասել չի լինելու, Կանադան էլ, Մեքսիկան էլ բոլորն ասել են չի լինելու։ Կուբան անգամ ասել է մինչև վերջի մարտը կմեռնենք, բայց չենք հանձնի։ Նույնը Կոլումբիան ասել։ Ինչի համար եմ սա ասում։ Երբ որ մեզ ներկայացնում էր, որ շատ շահեկան տարբերակ Հայաստանը Թրիփի հետ կապված ընդունեց, ասում են ժողովուրդ, Տրամփը մի հատ մաքսիմալիստական բան է ասում։ Հայաստանը որ հարցում է ասել ես համաձայն չեմ։ Կարող եք բերեկաշներս մտցնեք։ Որ հարցին է Հայաստանն ասել, Դոնալդ Տրամփ այդ քո ասածին ես համաձայն չեմ։ Պանամայի ասածը գիտենք, Գրենլանդիային է գիտենք, բոլորին է գիտենք, Հայաստանն է գիտենք, բայց եւ գիտենք մի բան։ Նա մտածում է, եթե Պուտինի հետ պայմանավորվեմ, վաղը նախագահ չլեմ, Պուտինը հավերժա, Պուտինի հետ կարամ բիզնես անեմ, որտեղ իրան ծառայություն եմ մատուցել Ուկրաինայի հետ կապված։ Եթե Ալիևի հետ պայմանավորվեմ, Ալիևը հավերժա։ Վաղը ես չեմ լինի նախագահ եւ կաշխատեմ Ալիևի հետ, կասեմ պարտքերդ փագի, ընկեր ջան, ես քո համար բան արեցի, քո տարածքը կապեցինք Նախճեվանը հետ քո մայր տարածքը, այդ քո համար արեցինք, ում համար արեցինք, դու չէիր դիմել։ Նիկոլ Փաշինյանը ինքը չի խոստովանել, որ ասել է Տրամփի ադմինիստրացիան ակտիվություն ցուցաբերեց Թրիփի հետ կապված, այսինքն դա մեր նախաձեռնությունը չէր։ Հայաստանի նախաձեռնությունը բոլորի կողմից մերժվել է։ Երբ որ ինքը ասում էր խաղաղության խաչմերուկում առաջարկեցին, ոչ մեկը չհամաձայնվեց։ Համաձայնվեց Տրամփի ադմինիստրացիան, այն էլ Ալիևի ցանկությամբ, որովհետև վաղը Ալիևը որպես բիզնես պարտներ հետաքրքիր է Տրամփին, երբ որ ինքը նախագահ չլինի։ Այս է, որ մեզ համար մտահոգիչ է, որ շատ դեպքերում ասում են իսկ Ամերիկան, որ ներկայացվածի ուրախ չեք, ավելի ուրախ ենք, քան դուք պատկերացնում եք։ Եթե իմանանք, որ Ամերիկայի ներկայացումը հենց այն է, ինչի մասին մենք կարծում ենք, այլ ոչ թե այն, ինչը որ մենք մեր մոտից լիազորությունը կվերցվի 49 տարով, այն առումով, որ մենք չենք այդ ամեն ինչը կառավարելու հսկիչ փաթեթը Ամերիկայի ձեռնա, եւ Ադրբեջանը ոնց ուզենա այդ խաղը կտանի առաջ։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ավելի հեռանկարային է Տրամփի համար, քան Հայաստանը, եթե ինքը վաղը նախագահ չի, Հայաստանը այդ ինչ է անելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը գրել է. տարիներ շարունակ մենք սուբսիդավորել ենք Դանիան, Եվրամիության բոլոր երկրները եւ այլ երկրներ առանց դրանցից մաքսատուրքեր կամ որևէ այլ փոխհատուցում գանձելու։ Հիմա 100-ամյակ անց ժամանակն է, որ Դանիան մարի պարտքը, համաշխարհային խաղաղությունը վտանգված է։ Չինաստանը եւ Ռուսաստանը ցանկանում են ստանալ Գրենլանդիան եւ Դանիան ոչինչ չի կարող անել դրա հետ կապված։ Միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Տրամփի գլխավորությամբ կարող է խաղալ այս խաղը, ընդ որում մեծ հաջողությամբ։ Ոչ ոք չի դիպչի այս սրբազան հողակտորին, մանավանդ որ վտանգված է Միացյալ Նահանգները եւ ամբողջ աշխարհի ազգային անվտանգությունը, նշել է Տրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով ի թիվս այլ բաների Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները եւ Ֆինլանդիան Գրենլանդիա են մեկնել անհայտ նպատակներով, ի նկատի ունի զորախմբեր ուղարկելը զորավարությունների առիթով։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է մեր մոլորակի անվտանգության եւ գոյատևման համար։ Այս երկիրը խաղալով այս շատ վտանգավոր երկրները խաղալով այս շատ վտանգավոր խաղը ներմուծել է ռիսկի մի մակարդակ, որը կայուն չէ։ Հետևաբար համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է վճռական գործողություններ ձեռնարկել պոտենցիալ վտանգավոր այս իրավիճակի արագ եւ անվիճելի ավարտն ապահովելու համար։ Ինչպես նշել է Դոնալդ Տրամփը, շատ նախագահներ փորձել են կատարել այս քայլը, ի նկատի ունի Ամերիկայի նախագահին, դեպ ճիշտ է ասում, դա դեռ 19-րդ դարից է գալիս այս ցանկությունը եւ ոչ առանց պատճառի, բայց Դանիան միշտ հրաժարվել է։ Հիմա տեսնենք, որ Դոնալդ Տրամփը այնուամենայնիվ ներկայացնում է, որ ինքը այդ ցանկությունը Գրենլանդիան վերցնելու ՆԱՏՕ-ի անդամ պետությունից շարունակում է հիմնավորել դա։ Եվ բացի այդ, Դոնալդ Տրամփը հայտարարել է փետրվարի 1-ից մի քանի օրից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները եւ Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների համար։ Հունիսի 1-ին մաքսատուրքը կբարձրանա մինչև 25%։ Այն կհամարվի պարտադիր եւ ուժի մեջ կմնա մինչև Գրենլանդիայի գնման հարցով համաձայնությունը։ Այսինքն ինքը ամեն գրենլանդացի բնակչին տալիս էր $100,000, մի քանի միլիարդ դոլար տալիս էր Գրենլանդիային։
Բոլոր փոխհատուցումները ամեն ինչ անում էր, Գրենլանդիան մերժեց, ասեց ես ցանկանում եմ մնալ Դանիայի կազմում, որտեղ ինքը այդպես իր ազգային ինքնությունը չի կորցնի, Ամերիկայի մաս դառնալով կկորցնի։ Այդ պարագայում տեսնելով, որ Գրենլանդիային առնել չհաջողվեց, հիմա այն պետությունները, որոնք պինդ կանգնած են Գրենլանդիայի թիկունքին ու Դանիայի թիկունքին, Դոնալդ Տրամպը հիմա ցանկանում է նրանց պատժել։ Ասում է, ձեր սկզբունքը, որ դուք ունեք, որ չի կարելի օկուպացնել Եվրոպայի տարածքը, ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքը, ես ձեզ հիմա փողով կպատժեմ։ Հիմա դուք պետք է մտածեք, որոշում կայացնեք, ձեզ համար սկզբունքն է թանկ, թե ձեր կորուստները։ Եվ հիմա մարդիկ հակադարձում են Դոնալդ Տրամպին։ Այսինքն դուք հասկանում եք հիմա մարդը ինչ է անում։ Ասում է դուք պետք է զիջեք։ Ես ձեզ փողով կպատժեմ։ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Անտոնիո Կոշտան գրել են. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի կողմից Գրենլանդիայի իրավիճակի պատճառով եվրոպական 8 երկրներից ներմուծվող ապրանքների վրա հայտարարված նոր մաքսատուրքերը կխաթարեն ատլանտյան հարաբերությունները եւ կսպառնան դրանք դեպի անկում տանել։ Եվրոպան կմնա միասնական, համակարգված եւ հանձնառու իր ինքնիշխանությունը պաշտպանելուն։ Դաշնակիցների մասնակցությամբ Դանիայում կայանալիք զորավարժությունները համապատասխանում են արկտիկական անվտանգության ամրապնդման նպատակին եւ որևէ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում։ Եվրամիությունն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Դանիային եւ Գրենլանդիայի ժողովրդին։ Երկխոսությունը գլխավորն է եւ մենք հանձնառու ենք Դանիայի եւ Միացյալ Նահանգների միջև երկխոսությանը, նշված է հայտարարության մեջ։ Հիմա այս վտանգավոր խաղը, որ Դոնալդ Տրամպը տանում է, պատկերացնում եք նոր աշխարհակարգի հետ կապված, որքանով է դա վտանգավոր Ամերիկա-Եվրոպա այսպիսի հակամարտություն։ Իսպանիայի վարչապետը պարզ բացատրել է, այն ինչ որ մենք պարբերաբար խոսում ենք, այնպես չի, որ ինքը որ չասեր, մենք չգիտեինք ինչի մասին է, բայց լավ է, որ այդ տրամաչափի պաշտոնյայի բերանից ենք լսում։ Պետրո Սանչեսը հայտարարել է Իսպանիայի վարչապետը, ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Դանիային պատկանող արկտիկական այս մեծ կղզու դեմ վնաս կհասցնի ՆԱՏՕ-ին եւ կօրինականացնի Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Բա Ռուսաստանն ասա, բա ինձ օկուպանտ ես ասում։ Բա դու օկուպանտ չես։ Մենք էլ ասում ենք Պուտինը օկուպանտ է, Տրամփն ուզում է օկուպանտ լինի։ Ամերիկան օկուպանտ չէ, դա Ամերիկայի հասարակությունը չի պաշտպանում Տրամփին։ Եթե մենք կենտրոնանանք Գրենլանդիայի վրա, պետք է ասեմ, որ ԱՄՆ-ի ներխուժումն այդ տարածք Պուտինին կդարձնի աշխարհի ամենաերջանիկ մարտը։ Ինչու՞, որովհետև դա կօրինականացնի նրա ներխուժումն Ուկրաինա։ Եթե Միացյալ Նահանգները ուժ կիրառի, դա կդառնա թաղման ղողանջ ՆԱՏՕ-ի համար։ Պուտինը կրկնակի երջանիկ կլինի, նշել է Սանչեսը։ Պարզ հիմնավորում, որ ինչ ես անում։ Քո արածը ինչ է, ինչի է նման։ Իսկ Ռուսաստանից արդեն նենց հեգնում են, բաներ են անում։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը գրել է. Եվրամիությունը չպետք է զայրացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին Գրենլանդիա ուղարկած զորքերը վերադառնալով։ Հարգելի Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, մի սադրեք հայրիկին։ Այդ ձեզ համար է ուժեղը հայրիկ, իրանց համար հայրիկ չի։ Վերցրու Գրենլանդիա ուղարկած 13 զինվորին, ԱՄՆ կարող է 1%-ով բարձրացնել մաքսատուրքերը կղզում գտնվող յուրաքանչյուր եվրոպացի զինվորի համար։ Այս կատակ է անում, էլի, որտեվ ինչի համար, որտեվ մտածում է, որ այս ինչ հաճույք, այս ինչ երջանկություն է, Դոնալդ Տրամփ ուզում է օկուպանտ դառնա։ Այսինքն Պուտինին ավելի լավ մաքրազարդելու ձև էլ որն է, ոնց որ ասեց Իսպանիայի վարչապետը։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում, ոչ էլ աշխարհում որևէ այլ տեղ, երբ մենք բախվենք նման իրավիճակների։ Սակագնային սպառնալիքներն անընդունելի են եւ դրանք տեղ չունեն այս համատեքստում։ Եվրոպացիները կարձագանքեն դրանց միասնական եւ համակարգված կերպով, եթե դրանք հաստատվեն։ Մենք կիմանանք, թե ինչպես պաշտպանենք եվրոպական ինքնիշխանությունը։ Հենց այդ ոգով ես կխոսեմ մեր եվրոպացի գործընկերների հետ։ Դա է որոշում մեր ընտրությունը, դա է ընկած միավորած ազգերի կազմակերպությանը եւ մեր կանոնադրությանը հավատարմության հիմքում։ Հենց այդ հիմքով ենք մենք պաշտպանում եւ կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Եվ մենք ստեղծել ենք մարդկանց կոալիցիա, որոնք ցկտում են ամուր եւ երկարատև խաղաղության, այդ սկզբունքների եւ մեր անվտանգության պաշտպանության համար։
Ելնելով սրանից մենք նաև որոշում ենք ընդունել միանալ Դանիայի և Գրենլանդիայի իրականացնելիք զորավարժություններին։ Մենք աջակցում ենք այս որոշմանը հատկապես այն պատճառով, որ այն վերաբերվում է Արկտիկայի և մեր Եվրոպայի սահմանների անվտանգությանը, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։ Եվ տեսեք, Շվեդիայի արձագանքը։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսենը գրել է. «Մենք թույլ չենք տա, որ մեզ շանտաժի ենթարկեն։ Դանիային և Գրենլանդիային վերաբերող հարցերով որոշումներ են կայացնում միայն Դանիան և Գրենլանդիան։ Ես միշտ պաշտպանելու եմ իմ երկիրը և մեր դաշնակից հարևաններին»։ Քրիստերսոնն ընդգծել է, որ Շվեդիան ներկայումս բանակցություններ է վարում Եվրամիության այլ երկրների Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ արձագանքի համար։ Ի դեպ, իր բարեկամ երկիրը Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի, որը Եվրամիության անդամ էլ չի։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է. «Մեր դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ շատ հստակ է։ Այն Դանիայի թագավորության մաս է կազմում, և նրա ապագան կախված է Գրենլանդիայի և դանիացիների ժողովուրդներից։ Մենք նաև հստակեցրել ենք, որ Արկտիկայի անվտանգությունը կարևոր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար»։ Սթարմերը հավելել է, որ դաշնակիցները պետք է ավելին անեն միասին հակազդելու այն սպառնալիքներին, որը նրա պնդմամբ Ռուսաստանը ներկայացնում է Արկտիկայի տարբեր մասերում։ ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգությանը նրանց ձգտումների համար դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելը բացարձակապես սխալ է։ Մենք, իհարկե, այս հարցը կքննարկենք անմիջապես ԱՄՆ վարչակազմի հետ, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Գերմանիայից էլ, բացի Ֆրիդրիխ Մերցի տեսակետը, նաև գործարար շրջանակներն էլ ակտիվ ձևով ասում են, շատ կոշտ ձևով պետք է արձագանքենք ԱՄՆ-ին, թե ոնց թե դու մաքսատուրք ես մտցնում, մենք էլ կմտցնենք, եթե տենց լինի։ Իհարկե, ես ձեզ ասեմ հարցը, որ այս հարցում, այս ժամանակներում շատ լուրջ ծառայություն են մատուցում նոր աշխարհակարգի հետ կապված և Քիր Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետը, և Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ, և կանցլերը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Եվ չմտածեք, որ հիմա այս ժամանակն է, դրա համար ենք նրանց խոսում, նրանց արածն ենք ներկայացնում։ Այսօր երեքն է շատ վատ են ընկալվում ժողովրդի կողմից իրանց երկրի ներսում, որովհետև շատ դժվարություններ կան, օբյեկտիվ ու սուբյեկտիվ, շատ տնտեսական դժվարություններ կան, որին ես շատ լավ պատկերացում ունեմ, որովհետև թվերի հետ գործ ունեցող մարդը, ես տնտեսագետ եմ, ինձ համար բարդ չի թվերը նայել և իմանալ ինչ է կատարվում։ Շատ դեպքերում մարդիկ ապրելով այդ երկրներում ասեն, դե դուք չգիտեք, դուք ասում եք, որ այդ մարդիկ լուրջ գործ են անում, բայց չգիտեք, որ երկրում ինչքան խնդիրներ է, հարկերն է բարձրանում, էս ալնում, գներն է թանկանում եւ այլ, բայց դրան շատ պատճառներ կա, թե ինչի է դա տեղի ունենում այդպես։ Ու այնպես չի, որ եթե իրանք զիջեն Ռուսաստանին, հարկերը կպակասի։ Նրանք պարզ ասում են, եթե Ռուսաստանը այս քայքայված վիճակում կարողացավ Ուկրաինան վերցնի ու մարսի եւ մենք միջուկային շանտաժը կուլ տվեցինք, հաջորդը մտնելու է մեկ ուրիշ երկիր, որովհետեւ մտածելով, որ եթե դու վախենում ես միջուկային շանտաժից, իսկ Ռուսաստանին շատ մեծ փողեր է պետք։ Տեղից էլ որ այդ փողերը պետք էր, հիմա ոչ Ուկրաինան վերականգնողա, ոչ էլ իր երկիրը քայքայված վիճակից հանողա։ Այսինքն հաջորդը շանտաժանալու փողը վերցնի, ժողովուրդ ջան, բարեկեցության դիմաց դուք կորցնել եք պետությունը, որովհետև մեկը մի էքսցենտրիկ անձնավորություն միջուկային զենքով գալու է ձեր ունեցածը ձեր ձեռից խլի։ Հասկացեք, դա է պատճառը, եւ այս երեք հոգին Սթարմերն էլ, Մերսն էլ, Մակրոնն էլ ուղղակի կռիվ են տալի առաջի գծում դրա համար։ Ու հարցը դա չի, որ չենք հասկանում երկրի ներսում ինչ դժգոհություններ կա։ Կգա մի ժամանակ, որոշ ժամանակ հետո այս մարդկանց արածը դուք կհպարտանաք, որ իրանց օրոք ապրել եք այդ երկրներում, հավատացնում եմ ձեզ, կանցնի մի քանի տարի, մենք կտեսնենք, որ հիմա ուրիշ ձևի եք ընկալում նրանց արածը, թե չէ այնպես չի, որ ուրիշների արածները կամ որևէ մեկին ասենք մենք նրանց արածները չենք հիշում, սկսած եթե նայենք Գերմանիային նայենք սկսած Կոնրադ Ադենաուերով, то Վիլի Բրանտով, то Գելմուտ Կոլով, Գերհարդ Շրոդերով, Գելմուտ Շմիդտով, Անգելա Մերկելով, Օլաֆ Շոլցով, ինչը որևէ մեկի արածը ամեն մեկին էլ գիտենք, բայց այսօր բախտորոշ մոլորակի համար, դրա համար այս մարդիկ այո կարող է իրանց պետության կողմից չընդունվեն, բայց
շատ լուրջ դերակատարություն ունեն իրենց վճռականությամբ համաշխարհային տնտեսության համար։ Հավատացեք, լավ վիճակում չի այսօր, ոչ էլ հակաճգնաժամային ծրագիր ունի Քիրստարմերը, դրա մասին շատ ենք խոսել։ Բայց այսօր այդ մարդը չգցեց նախկինների վրա մեղքը եւ պինդ ձևով կանգնել է համաեվրոպական խնդիրների առաջ, նույնիսկ հակադրվելով Միացյալ Նահանգներին։ Իսկ ինքը չէ, եթե մենք այսօրվա դրությամբ ասում ենք, որ Քիրստարմերը սա արեց, կովում ենք, ինչա մյուսներին չգիտենք, մենակ սրանց մասին ենք խոսում։ Սկսած Մարգարետ Թետչերով, Ջոն Մեյջերով, Թոնի Բլերով, ում եք ուզում, Բորիս Ջոնսոնով, Գորդոն Բրաունով, Լիզ Տրասը, Թերեզա Մեյը եւ Դեյվիդ Քեմերոն, Ռիշի Սունակ, որ մեկն ասենք, այսինքն այնպես չի, որ այդ ամեն ինչը այսօր դրա համար ենք ասում պատմական մարդիկ են։ Այն մնացածների պատմության ժամանակ էլ իրանց ենք ունեցել։ Շարլ դե Գոլից սկսած, որ Ֆրանսիան նայենք, Վալերի Ժեսկար դ'Եստենը, Ժորժ Պոմպիդուն, Ֆրանսուଆ Միտերանը, Ժակ Շիրակը, որ մեկն ասենք, Սարկոզին, Ֆրանսուଆ Օլանդը, այսինքն ուզում ասեմ Ժորժ ջան, հավատացեք այսօր դուք այդ երկրներում եք ապրում, բայց գլոբալ առումով այսօր նրանք իրոք շատ ծանր կռիվ են տալիս։ Ուղղակի հարգանքով վերաբերում եք այդ ամեն ինչին, ոչ թե մենակ նայենք, թե իսկ հարկերի վիճակը դրանից չի լավանալու, եթե իրանք ռազմական ծախսեր չանեն կամ շանտաժին կուլ գնան։ Բրյուսելում հունվարի 18-ին նշանակվել է Եվրամիության դեսպանների արտակարգ հանդիպում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի ճգնաժամի կապակցությամբ եվրոպական 8 երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարություններից հետո։ Նման հանդիպումների ժամանակ դեսպանները սովորաբար պատրաստում են գործնական միջոցառումներ Եվրամիության խորհրդի հետագա նախարարական հանդիպումներում քննարկման համար։ Նայեք նաև Նիդերլանդներից արձագանքը, դուք տեսեք Եվրոպան ինչպես է արձագանքում։ Ես անկեղծորեն հպարտություն եմ զգում։ Նրանք չեն ասում աշխարհի ամենաուժեղ երկիրն է։ Եթե ինքը ասում է, մի րոպե, հավաքվել ենք բոլորով Ռուսաստանին ասել ենք օկուպանտ։ Բա ո՞րն է մեր սկզբունքը, եթե դու ասում ես հենց 10% մաքսատուրքը, որպեսի վրայից հանեմ, ասա Թրամփ, դու ճիշտ ես։ Այդ մարդիկ ասում է սկզբունքը մեկն է։ Մենք ուժեղ ենք մեր սկզբունքայնության հաշվին։ Նիդերլանդների արտգործնախարար Դեյվիդ Վան Վելը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը նոր մաքսատուրքեր սահմանել եվրոպացի դաշնակիցների համար, քանի դեռ նրանք չեն համաձայնել Գրենլանդիան վաճառել Միացյալ Նահանգներին, շանտաժ է, դա չի օգնում Եվրասիական դաշինքին, Հյուսատլանտյան դաշինքին եւ չի օգնում նաեւ Գրենլանդիային։ Ըստ նախարար Վան Վելի, Գրենլանդիայում ԵՄ առաքելության նպատակն էր ցույց տալ ԱՄՆ-ի Եվրոպայի պատրաստակամությունը օգնելու պաշտպանել Գրենլանդիան եւ ինքը դեմ է, որ Թրամփը դիվանագիտությունը կապի կղզու եւ առևտրի հետ։ Ահա իսկ մի քանի հազար մարդ դուրս է եկել ցույցի Գրենլանդիայի մայրաքաղաքում Միացյալ Նահանգների կողմից դանիական ինքնավար տարածքը անեքսիայի ենթարկելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի դեմ։ Ընդվզողները, այդ թվում տարածքի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը, որը թափահարում էր Գրենլանդիայի դրոշը, վանկարկել են կարգախոսներ եւ ինուիտների ավանդական երգեր են կատարել անձրևի տակ։ Նրանցից շատերը կրում էին կեպիներ, ստիպեք Ամերիկային հեռանալ սլոգանով, որը Թրամփի մագայի պարոդիան է։ Տեսնում եք, այս են վարչապետն է, որին ասենք Թրամփն ասում էր, որ շատ լուրջ խնդիրներ կունենաս, որ դու ինձ հակադրվում ես։ Մարդը դուրս է եկել, դրոշը թափահարում է ու ասում է ես պայքարում եմ։ Այսպիսի մարդիկ են իրանց հողի համար պայքարում։ Իդեպ որ թյուրիմացություն չլինի, որ ասում են ինուիտներն են դուրս եկել փողոց, բոլորը 3 մասի է բաղկացած, Գրենլանդիայի բնիկները 3 մասի են բաղկացած, կալալիտները, ինուիտները, քանի որ զոնայով են բաժանված, այս մասը մայրաքաղաքի մասը ինուիտներն են, էլի հանկարծ թյուրիմացություն չլինի, բակալայիտներն ուր էին, իրանք էլ են լրիվ այդ թեմայի մեջ, խնդիր չկա։ 90%-ը ընդհանրական ասում ենք գրենլանդական էսկիմոսներ։ Սենատի փոքրամասնության առաջնորդ դեմոկրատ Չակ Շումերը, սա Միացյալ Նահանգների մասին է խոսքը, հայտարարել է, որ Սենատի դեմոկրատները կարգելափակեն նախագահ Թրամփի կողմից եվրոպական երկրների համար նախատեսված նոր 10%-անոց մաքսատուրքերը կապված նրա մտադրության հետ ձեռք բերել Գրենլանդիան։ Դոնալդ Թրամփի անխոհեմ մաքսատուրքերն արդեն հանգեցրել են գների աճի եւ վնասել մեր տնտեսությանը, իսկ այժմ նա միայն խորացնում է իրավիճակը։
Անհավատալի է, որ նա ցանկանում է կրկնապատկել իր հիմարությունը, մաքսատուրքեր սահմանելով մեր ամենամոտ դաշնակիցների նկատմամբ, Գրենլանդիան գրավելու իր Դոնկիխոտյան ձգտման շրջանակում Սենատի դեմոկրատները կընդունեն օրենք, որը կարգելափակի այս մաքսատուրքերը, նախքան դրանք լրացուցիչ վնաս կհասցնեն ամերիկյան տնտեսությանը և մեր եվրոպացի դաշնակիցներին, ասված է Շումերի հայտարարության մեջ։ Սենատոր Մուրկովսկին զգուշացրել է, որ մաքսատուրքերը կհեռացնեն Եվրոպայի դաշնակիցներին ԱՄՆ-ից, մենք արդեն իրական ժամանակում տեսնում ենք այս միջոցների հետևանքները։ Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստիպված են շեղել ուշադրությունն ու ռեսուրսները Գրենլանդիայի վրա, ինչը անմիջապես ձեռնտու է Պուտինին, սպառնալով ամենաուժեղ ժողովրդավարական կոալիցիայի կայունությանը, որը երբևէ տեսել է աշխարհը։ Իդեպ ուշադրություն դարձնենք մի հանգամանքին։ Այսօր դեմոկրատները մեծամասնություն չունեն կոնգրեսում, երկու պալատներում էլ չունեն, բայց նոյեմբերի ընտրությունների ժամանակ կարող է իրանք մեծամասնություն ունենան։ Եթե հանկարծ Դոնալդ Տրամպը հաշվի չնստի այսօր դեմոկրատների հետ, իրանք մեծամասնություն ունենան երկու պալատներում, իսկ հավանականությունը շատ մեծավոր կունենան, հաշվի առնելով Տրամպի այս վարած քաղաքականությունը։ Այդ ժամանակ 2026 թվականի վերջում Դոնալդ Տրամպը այլևս կդառնա ոչ մի բան չի կարողանա անել։ Ուղղակի ձեռք ու ոտքերը կկապեն Տրամպի։ Այսինքն ինքը պետք է մի հատ լավ գցի ու հաշվի, եթե ինքը հիմա գնում է առճակատման անգամ երկրի ներսում, այն մթնոլորտը, որը ստեղծված է իր դեմ, նաև սոցիոլոգիական հարցումներն էլ ես ձեզ ներկայացրեցի եւ բան, այս պարագայում ինքը վտանգում է ուղղակի այս տարվա վերջին իշխանությունը կորցնել, եթե բոլորին դեմ գնա ու այս քայլը առաջ տանի։ Իսկ մենք դրան ուշադրությամբ պետք է հետևենք, որովհետեւ դրանով պայմանավորված է նոր աշխարհակարգը։ Տեսնում եք, որ Դոնալդ Տրամպը ամեն ինչ անում է, որ ցանկացած քայլի հետևում աջակցի Ռուսաստանին ուղղակի թե անուղղակի։ Իսկ հիմա դուք նայեք, որ այնպես չի, որ ասենք հա կիրակի օր է, բայց մարդիկ ամեն մեկ իր գործով զբաղված էր, նենց չի, որ Հայաստանում էլ նենց չի, որ մեր իշխանությունները պարապ նստած էին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել է ու տեսանյութ տեղադրել մի խումբ չարենցավանցիների հրավերով Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցեցի սուրբ եւ անմահ պատարագի։ Իսկ տեսանյութից ինչ է երևում, որ ինքը պաչում է ու չոքում է։ Այս է այս մարդու գործը։ Ժողովուրդ ջան, երբ որ մենք ասում ենք արտաքին քաղաքական հարցերում Նիկոլ Փաշինյանը ումտենում է դեմը կզում է, դուք չգիտեք դա ոնց է կատարվում։ Հիմա ինքը, երբ որ իբր թե ինքը շատ հավատացյալ է, դրա համար պաչում է ու չոքում է, իրականում դա ուզում է ցույց տա, որ այս աշճանի հավատացյալ եմ։ Դու այդ աշճանի որ հավատացյալ ես, խառնակությամբ չէիր զբաղվի։ Լուծումը այլ ձևի կգտնեիր, այս կաթողիկոսին ճանապարհ դնելու եւ հարցերը ուրիշ ձևի լուծելու։ Ոչ մի պարագայում սրանով, եթե դու քեզ համար այլ ընտրանքային մարդիկ ես գտնում, ամենակոռումպացված մարդկանց բերում կողքդ կանգնացնում ես, ամենախարդախներին բերում ես կողքդ կանգնացնում ես, կուսակրոնությունը խախտած թեմի առաջնորդին բերում ես կողքդ կանգնացնում ես եւ ուզում ես դրանով արդարություն բերել, ոչ մեկը դրան չի հավատում։ Ինչքան ուզում ես չոքի ու պաչի։ Դա ավելի շատ ուղղակի ուզում ասեմ, ցույց ես տալի մարդկանց առարկայական, երբ որ դու մի ցանկություն ուզում ես առաջ տանես, այս նույն տեսքով վարվում ես Պուտինի առաջ, Էրդողանի առաջ, Ալիևի առաջ։ Հիմա արդեն մարդիկ կոնկրետ տեսնում են, հո չեն մտածում, որ դու հավատնա քեզ տիպում չոքես ու պաչես։ Պարզապես դու ուզում ես քո գործը դրանով առաջ տանես, մարդկանց ցույց տաս, որ դա դու շատ հավատացյալ մարդ ես։ Թքու կարծիքները հավատի նկատմամբ մարդիկ բոլորը գիտեն, թե ինչ ես ասել, ինչ ես ասում ու հիմա իրականում ինչ ես անում։ Բայց տեսեք աշխարհում ինչ է կատարվում, մենք ինչով ենք զբաղված, ժողովուրդ ջան։ Եկա բանը ամբողջ իշխանական համակարգից մարդկանց հավաքել, գնալ տանել, այդքան ծախս անել, գնալ էս անել, գնալ ինչ որ միջոցառում անել, որ ցույց տալ, որ տեսեք հերթական տեղը Փաշինյանին ընդունեցին, հետո որ ընդունեցին։ Ինչ հարց լուծվեց դրանով։ Քանի էլ տեղ պետք է գնաս, որ հետո ասես բարենորոգեցինք, այ հոգևոր փինաչի։ Այդ ի՞նչն ես նորոգում։ Իսկ հիմա դուք պատկերացնում եք մի քանի ամիս հետո ընտրությունը, այս ժողովուրդը ընտրություն պետք է կատարի։ Աշխարհը այս վիճակում է, տարածաշրջանը եռում է, մեր արածը սա է, ժողովուրդ ջան։ Ու եթե մի բան էլ անում են, ոնց որ մեր հարևանի հետ կապված, տեսակ ինչ խայտարակ ձևով են 3 օրվա մեջ 3 բան անում։ Դե էսա, որտե սրանով են զբաղված, բանջով պետք է զբաղված լինեին։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։